Շաբաթը 5 օր, այդ ամենամինիմալը, 150 կիլոմետր։ Ծանրալի չէ։ Չէ, ես օրելը չեմ հոգնե, իրականում հանուն նպատակների արժեր տալ ամեն ինչի համար։ Մենք մեր մեջ ուժ կգտնենք։ Իսկ Նարեկը չի ծանոթանում ճանապարհների։ Նարեկի համար ավտոն երկրորդ տունն է տարե։ Նարեկը համ դաս կսորվի ավտոյի մեջ, համ հաց կուտե, համ կքնի։ Սկզբում դժվար էր, բայց հետո սորվա։ Արդեն նորմալ դարձավ, էլի։ Երկար ճանապարհը։ Եթե Նարեկը չընտրե, ես միանշանակ իր տեղը որոշում չեմ կայացնել, ոչ մի անգամ չեմ էլ կայացրել։ Այսինքն Նարեկը պետք է ինքը ուզե, ես որպես ծնող մնացած այն ինչ որ ինքը չի կարող անել, ես պետք է անեմ։ Ամենակարևոր բանը հայ ֆուտբոլիստի համար դիք ազգային հավաքականի մարզաշապիկը գրելն է։ Հեշտ չէ, բայց շատ հետաքրքիր է։ Տարբեր իրավիճակներ են եղել են, որ գիշերը ժամը 12-ի մեքենան փճացել է, գիշերը 1-ին էվակուատոր են կանչել, էվակուատորով եկել են Գյումրի, պատկերացրեք 130 կիլոմետր ու ավել, որ մեքենան փճացել էր։ Էվակուատորի վարորդը գսե, ժողովուրդ դուք ամեն օր սպես կերտակ ու կուկակ, գսեմ, հա, մեծ է, մինչև վերջ երևի չհավատաց զարմացավ։ Եղել է որ մեկ քիչ արագությունը գերազանցել ենք բարեկները կանգնեցել են ճանապարհային ոստիկանները, ասեն էդի դուք եք, արդեն երևի բոլորը գիտեն։ Բազա էլ նույնիսկ եթե Արարատի կմտնին, բոլորը անխտիր կճանաչեն մեզի, ես էլ բոլորին։ Այնտեղ էլ փոքր ընտանիք է ձևավորվել։ Նարեկի փաստը իսկականից սաղից զարմացրել է ու Նարեկի օրինակը մենք նաև մեր փոքր երեխաներին ենք բերում ու ելի եմ ասում ամեն մի ֆուտբոլիստ չի որ կարա ամեն օր մոտ ժամ ու կես 2 ժամ ճանապարհ գա ու այդ ճանապարհից հետո կարողանա մաքսիմում մարզմանը ու խաղերին մասնակցի ու իր օրինակը կարան բոլորը վերցնեն։ Ինքը նախ խելացի է շատ ասեմ ու ինքը դիրքի խնդիր չունի, որ դիրքում է որ դնում ենք, ինքը մաքսիմում իր գործը փորձում է անի։ Ֆիզիկական բոյը ֆուտբոլային է, շատ արագությունը, ինքը ունի նաև իր անհատական մարզումային թերթիկը, որ օրինակ ժամանակ է լինում, ստեղ մնում պարապում է իր թույլ կողմերի վրա։ Իր այդ շատ հեշտ է։ Իմ հետ որպես մարզիչ ֆուտբոլիստ իր այդ շատ հեշտ է աշխատել։ Նա հիմա ինքը որ sense կանգնում է, փորձ իր հենման ոտից, դեպի հակառակ կողմը խափս եղա։ Դավայ սկսեք։ Դավայ շարունակեք այդտեղ։ Արագ։ Ապրես ու ձախով։ Ապրես։ Նարեկը շատ լավ կենտրոնական կիսապաշտպան է խաղում, արագ է ու արագ միտք ունի։ 8 տարեկանից սկսել եմ։ Արարատ ես տեղափոխվել եմ նախորդ ամառ, սկզբում փորձաշրջան, դա փորձաշրջանից հետո մարզիչը ասաց որ ընդունվել եմ, ուրախացա եւ այդ ժամանակվանից մինչեւ հիմա Արարատ եմ փառաբում։ Բոլոր դիրքերն էլ համերը խաղացել եմ։ Տղաների հետ շատ լավ է։ Ուզում եմ առաջնահերթ հավաքական խաղալ։ Ֆուտբոլը քո համար ի՞նչ է։ Կյանք։